Այսօրվա խորհուրդը ուղերձը նախ։ Դարձյալ պիտի կրկնեմ, այսօրվա խորհուրդը մեր ինքնաճանաչողության եւ ինքնագնահատականի մասին է, այն իմաստով, որ երբ մենք հասնում ենք մեր իրական ինքնաճանաչողության աստիճանին, հրաշքներ են գործում։ Այս ամբողջ Սարդարապատի, Բաշապարանի, Ղարաքիլիսայի, Հանրապետության հռչակման ամբողջ խորհուրդը դրա մասին է, որ ինչպես կարող է մի բուռ ժողովուրդ բոլոր հակառակ պայմաններն ունենալով իր գոյության, կենսագոյությանը, կենսագործունեությանը, կյանքին ընդհանրապես լրիվ հակառակ պայման, լքված, հիվանդ, ջարդված, ցեղասպանված, ոտքի կանգնել, հաղթանակել, ոչ միայն հաղթանակել, այլև հռչակել իր սեփական պետությունը։ Սրա մասին ենք մենք անընդհատ խոսում, որ եւ դա ոչ թե միայն ժողովուրդն է, այլ առաջնորդության խնդիրն է։ Նրանք, ովքեր չվախեցան եւ առաջնորդեցին, հաղթանակն էլ կնքվեց։ Այդպես է նաեւ այսօր։ Սրբազան, այսօր նկատել եք շքերթին մասնակցում են ինչպես իշխանականներն, այնպես էլ ընդդիմադիրները, տարբեր կուսակցության ներկայացուցիչներ։ 107 տարի առաջ այսպես էր, այս իրավիճակն էր ստեղծվել, նկատի ունենալով միասնություն, թե այստեղ ձևական բնույթ են կրում։ Նախ անհամատեղելի են այսօրվա չարիքի իշխանությունը եւ այս խորհուրդը, անհամատեղելի են։ Դուք պատկերացնում եք, եթե 107 տարի առաջ Գևորգ 5-րդ վեհափառը, Արամ Մանուկյանը, գեներալ Սիլիկյանը, գեներալ Նազարբեկյանը, Պողոսբեկ Փիրումյանը, Դանիել Բեկ Փիրումյանը, Գարեգին Հովսեփյանը, Դրաստամատ Կանայանը եւ մնացած բոլորը հանկարծ ասային, դե ժողովուրդ չեն կարողանում, գնանք իրական Հայաստանի հետքերով, այսօրվա չարիքի ասած։ Այսօր մենք գոյություն կունենայինք ընդհանրապես, չենք ունենա, վստահաբար չենք ունենա։ Այսօր Մայր Կաչար, Մայր Աթոռ, Սուրբ Էջմիածին կունենայինք, վստահաբար չենք ունենա։ Եվ գոյություն ընդհանրապես չենք ունենա։ Հիմա այս չարիքները ինչ համատեղելիություն ունեն այսօրվա խորհրդի հետ, բացարձակ չունեն, բացարձակ։ Սրանք պղծել, մսխել, ջարդել, փշրել են ամեն ինչ։ Գողացել են, պատիվել, ուրախությունել ամեն բանել եւ ժողովրդին տևապես տանում են պարտության, ոչ թե հաղթանակի, ժողովրդին տևապես տանում են սպառողականության, ոչ թե հաղթանակի, ոչ թե երազների, ոչ թե տեսիլքների։ Բնական է, այսօր կներեք, ես չգիտեմ ինչ կուսակցություններ ներկա, ովքեր են ներկա, ոչ էլ տեսել եմ։ Կեղծ միասնություն տեղի չի ունենում, միասնություն տեղի է ունենում գաղափարի շուրջ։ Չկա այդպիսի բան, ձևական, կողքին, ինչի շուրջ կողքի լինենք, ում շուրջ, չարիքի հետ, պարտվածների հետ, որոնք ամբողջ պարտությունը փորձում են կարել մեր ժողովրդի վրա եւ դարձնել իրենց նման։ Սրբազան, 107 տարի առաջ այս օրը հռչակվեց առաջին հանրապետությունը, 2 տարի անց կորցրեց անկախությունը եւ տասնամյակներ անց վերագտավ այն։ Դուք այս սցենարը հավանական համարում եք Արցախի հանրապետության համար։ Ես ոչ միայն համարում եմ, այլև համոզված է, որ լինելու է այդպես։ Մեզ ուղղակի առաջնորդություն, ուրիշ բան պետք չի։ Ճշմարիտ, ուղիղ, տառապող, ցավող եւ այդ տառապանքի ու ցավի միջից հաղթանակներ կերտող առաջնորդություն պետք։ Լինեն փոքր ծավալի, լինեն մեծ։ Ես հավատում եմ, ոչ միայն հավատում եմ, այլ համոզված եմ։ Համոզված եմ, բարի օր ձեզ։ Ո՞նց եք։ Լավ եմ, չես ես մի արել։
այլև համոզված եմ, որ այդպես է։ Որովհետև դա ցույց է տալիս աշխարհակաղակական տարբեր կենտրոնների հետ մեր խոսակցություններն ու հարաբերությունները, իրենց հարցադրումները եւ միևնույն ժամանակ այն մեծ ցավը, պատիվը վերականգնելու ձգտումը, որ գոյություն ունի մեր ժողովրդի մեջ։ Շնորհակալություն։ Այլ ճանապարհ չկա։ Եթե մենք ուզում ենք մեր հայրենիքում, մեր տան մեջ ուժեղ ապրել, պատվով ապրել, տեսիլքով ապրել, այլ տարբերակ չունենք ուղղակի, բայց նախ պետք է ազատագրվել այս չարիքից։